Ադրբեջանում վերջին մեկ շաբաթում 2 խոշոր պայթյուն է եղել։ Նարիմանովի շրջանի 6 հարկանի բիզնես կենտրոնի 5 հարկերը վնասվել են։ Պատերը քանդվել են, պատուհանները ջարդուփշուր եղել։ 7 տուժածներից 2-ի վիճակը ծանր է։ Նախնական տեղեկություններով պայթյունը շենքի առաջին հարկում է եղել։ Հրդեհ չի բռնկվել, դա է նաև պատճառը, որ պայթյունը հանգեցրել է ավերածությունների։ 6 հարկանի բիզնես կենտրոնը գազիֆիկացված չի եղել։ Այդ դեպքում որտեղից է գազի արտահոսք եղել։ Շենքի սեփականատերը մեղքը գցել է ճանապարհաշինարարների վրա, պնդելով, թե ճանապարհի վրա աշխատողները վնասել են գազատարը, ինչի հետևանքով արտահոսք է եղել։ Տարածքում տեղադրել էին պլաստիկ խողովակից մեծ գազատար, այնտեղ աշխատող տրակտորները վնասել էին գիծը։ Հետո հայտնեցին, որ այդ հատվածում վերանորոգում են արել։ Ստացվում է, շատ վատ են աշխատել, գազը գետնի տակով հոսել է շենք, այն կուտակվել է նկուղում և երբ առավոտյան մեր աշխատողը միացրել է լույսը, պայթյուն է որոտացել։ Ընդամենը 2 օր առաջ էր գազի արտահոսքից մահաբեր պայթյուն եղել ադրբեջանական Յասամալի բնակելի շենքում։ 3 ադրբեջանցի խեղտամահ էր եղել, 27-ը թունավորվել էին ծխից։ Ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները հետաքննություն են արել ու պարզել, որ պետական բյուջեն մսխում է Ալիևների ընտանիքը։ Այդ երկրում մենաշնորհներ ունեն նախագահական ընտանիքի բարեկամներն ու ընկերները, որոնք ճանապարհաշինության այլ կարևոր ոլորտներում փողեր են լվանում։ Վատ անորակ ճանապարհներ են կառուցում, վտանգավոր ենթակառուցվածքներ։ Դա է ողբերգությունների հիմնական պատճառը, գրում է ադրբեջանական Մեյդանը։ Օկուպացված Արցախում շինարարական բումը ակտիվ գովազդող Ալիևը անորակ տներ է կառուցել իր քաղաքացիների համար։ Ֆիզուլիի նոր բնակիչները բողոքել են, որ առաջին անձրևներից հետո ջուրը առաստաղներից ու պատերից բնակարաններ է լցվել։ Ադրբեջանցիները կասկածի տակ են դրել օկուպացված Արցախում կառուցված կամուրջների, թունելների, օդանավակայանների և հաղթանակ անունով հայտնի մայրուղիների դիմացկունությունն ու որակը։ Չնայած դրանք Բաքվում ներկայացվում են որպես խոշոր նվաճումներ։ Սոցցանցերում ադրբեջանցիները գրում են, թե Իլհամ Ալիևը շեշտը դնում է տպավորիչ կադրերի, հանդիսավոր բացումների վրա։ Մինչդեռ այդ ամենի հետևում հաճախ ամոթալի թերություններն են թաքնված։ Գաhanե Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։